Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԿՊԱ-կան աղբյուրները ժողովուրդ օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելավոճը եւ այսուհետ խստագույնս պետք է պահպանեն ՔՊ էթիկայի եւ վարքականոնի սկզբունքները։ Վարչապետը նաեւ հանձնարարել է թիմակիցներին որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական դիմախոսներին, լրագրողներին եւ քննադատներին, խուսափել վիրավորական եւ անհարգալից ձևակերպումներից եւ քարոզարշավին ընդհանրաջ հանդես գալ առավել զուսպ եւ քաղաքակիրթ վարքով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությանը 1080 պատվիրակներից մասնակցել է 988 պատվիրակ։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 933 ձայն, ամենաբարձր արդյունքը։ Թվերը սակայն ունեն նաև իրենց միջտողային պատմությունը։ 988 մասնակցից պատվիրակներից 55-ը փաստացի չեն տեսել Փաշինյանին վարչապետի թեկնածուի կարգավիճակում կամ պարզապես չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել ԿՊԱ-կան դեմքերով կազմված քվեաթերթիկում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ըստ շրջանառվող տեղեկությունների քաղաքական համաձայնություն է տվել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիներին գտնվող եւ հեռավար քաղաքական ակտիվություն ցուցաբերող մի շարք գործիչներ հնարավորություն ստանան վերադառնալ Հայաստան եւ մասնակցել հունիսի 7-ին կայանալի կտրություններին, ինքնադրսևորվելով ներքաղաքական դաշտում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանին, Տոմ Պիպո, Միհրան Պողոսյանին, հանրային դաշտում առավել հայտնի որպես Քերթրի Միրյան, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկին ու պաշտոնազրկված պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին եւ այլ գործիչների։ Հրապարակ թերթը գրում է. Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին։ Պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված, հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում անգամ ամենաչեզոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բնույթ ուղղակի ապշած են նրա պահվածքից։ Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն տեսագրություններ տեղադրել, որով հայտնում էին Արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին։ ՊՆ մեր աղբյուրն ասաց, որ նախարարը փոխանակի ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։ Հրապարակ թերթը գրում է. Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի նախընտրական շտաբը ըստ մեր տեղեկությունների կղեկավարվի ՀՅԴ-ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ 2021 թվականին դաշինքի շտաբը ղեկավարում էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն նա այս անգամ չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։ ԿՊ նախընտրական շտաբի ղեկավար էլ հիշեցնենք նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Հրապարակ թերթը գրում է. Մեզ հասած լուրերով Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակների դիմաց 24/7 ռեժիմով ինչ-որ մեքենաներ են կանգնած եւ ինչ-որ մարդիկ իշխանության ռազվեդչիկներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, նկարանումներ անում, արձանագրում, թե ով մտավ ընդդիմադիր ուժի գրասենյակ, ով դուրս եկավ։ Հրապարակ թերթը գրում է. Իրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը Գայանե Մինասյանը 2000-ականների սկզբին գերմանական տեխնիկական համագործակցություն ԿՏԶ կազմակերպության Իջևանի գրասենյակի ղեկավարն էր։ Նրա աջակցությամբ Տավուշի մարզում ստեղծվել են համայնքների 4 միություններ։ Այդ գրասենյակի միջոցով Գերմանիայի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հարյուրավոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գայանե Մինասյանի ղեկավարությամբ Տավուշում մեծ ծավալի հանրօգուտ գործ է արվել։ Իրավունք թերթը գրում է. Նալբանդյան օղիների արտադրող Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցի կասկածելի ձևով Սևանի Հայրապետ հյուրանոցային համալիրի եւ 888 սուպերմարկետների տեղ հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը մտերիմ շրջապատում դժգոհել է, թե իրեն շատ են գրուզի տանում։ Ըստ նույն լուրերի վերջինս դժգոհել է, որ իշխանականները ստիպում են մարզերում մեծ թվով 888-եր բացել, մոտ 200 հատ։ Թե ինչն է դժգոհության առիթ տվել, վերջինիս մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ վերջինիս ֆինանսական վիճակը մեղմ ասած այդքան էլ լավ չի։ Սկսել է, որ սկում է, ասաց աղբյուրը։ Իրավունք թերթը գրում է. ԿՊ աղբյուրների համաձայն Նիկոլ Փաշինյանը բողոքի նոտա է հղել քննչական կոմիտեի ղեկավարին, առայն թե ինչու է վերջինս ազատ արձակել իրեն, ըստ վերջինիս անարգած եղբայրներից մեկին ու իրենց իբրև գլխավորին։ Ըստ նույն լուրերի վերջինս սկսել է կարկամել։ Փաշինյանն էլ է հասկացել. Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ նոր կխոսամ։